Ինչու էին ուզում վարչապետի տեխնացու առաջադրել Աջապահյանին, այս նեղ պահին իրեն դա պետք էր։ Գիտեք, ես չեմ կարծում, որ հատուկ ուզեցել են փուրը տան այդ մարդուն կոպիտ ասած, որ մի բան էլ ապացուցվի, որ հեսա տեսեք քաղաքական հավակնություններ ունի, պարզ է դրա համար էլ ռազմական հեղաշրջման կոչեր անում, հա։ Չեմ կարծում, ուղղակի տգիտության եւ անճարակության, հա, փրփուրներից կախվելու բան է։ Դե տեսան, որ անլուրջ է այդ Մասիսի քաղաքապետի տեխնատությունը եւ հանգարց տեսան մի քանի 100 հոգի գոնե ինչ որ մարդիկ թեկուզ կեսը հոգեվորականներ էին, Էջմիածնում աջակցեցին Աջապահյանին, ասում ահա կարող է այս ավելի լավ տեխնատուրա, բռնենք աջակցենք։ Հոգեվորականները այս ամենին վերաբերում։ Դե բարեբախտաբար հասկացել են ինչա կատարվում եւ մի գրառում կարդացի իրենց բաներից, սպասավորներից որ մի խառնեք եկեղեցուն այդ քաղաքական գործընթացներում մենք այդտեղ չկանք եւ այլն եւ նոր հիշեցին փոխանակ դատապարտեին Աջապահյանի այդ ռազմական հեղաշրջման կոչերը 2 ամիս այդ կոչերը կրկնում էր ոչ մի անգամ գնահատական չտվեցին իդեպ երբ որ Գալստանյանի շարժումներ ժամանակ հատուկ սառեցրեցին որ ասեն մենք կապ չունենք չէ բայց այս դեպքում նույնիսկ չդատապարտեցին այդ ո՞նց եղավ այսինքն արդեն հասունացել են նրան որ լավ էլ պետքա միջամտեին Եվ պատահական չի այդ ցուցակներում կառավարության, ստվերային կառավարության նախարար հոգեվորական, հա, ասենք համահունչ էր այն ձայնագրություններին, որը հրապարակվել է։ Այդ ձայնագրությունները շատ հեշտ փորձագիտությունով կարելի է անցկացնել եւ ապացուցել, որ դրանք իրական են։ Մի գրամ չեմ կասկածում, որովհետեւ կներեք այս տեխնոլոգիական դարում նույնը ինչ որ իշխանությունը կարող ապացուցի, նույնը ընդդիմությունը, եթե հանգարց դա արհեստական բանականությունով գեներացված լիներ, շատ հեշտ կարելի էր փորձագիտական բանով ապացուցել, որ եւ դրանով ընդհանրապես իշխանության լեգիտիմությունը հարցականի տակ դնել։ Այ դրանից կարող էր սկսվել իրոք լուրջ հակաիշխանական շարժում, բայց ինչի չեն անում, որտեղ այդպիսի բան չկա։ Ես վստահ եմ, որ այդ ձայնագրությունը իրական են եւ պատահական չի, որ իրենց փաստաբանը հաստատել էր իդեպ։ Իրենց հենց Գալստանյանի փաստաբանը հաստատել էր, որ այո, ընդունում են, որ դա իրական ձայնագրություն է, ուղղակի ասում են, որ այնտեղ հանցակազմ չկար։ Հիմա կտեսնենք, այդ ամեն ինչը դատարանը հենց դրա համար է, որ հանգիստ պայմաններում, երբ որ թող պահանջեն փորձաքննություն։ Դե հիմա էլ կասկածում են դատավորի անձն է անհանգստացնող թվում։ Դե կներեք, էլի դատավորի անձը կանհանգստացնի, հետո կբողոքարկեն վերաքննիչ, այնտեղ էլ կանհանգստացնի, վճռաբեկ, այնտեղ էլ կանհանգստացնի, կգնան Եվրոդատարան։ Արդարությանը վերջը կհասնեն։ Ես ոնց հասա արդարությանը, երբ որ ինձ ապօրինի կալանավորել էին պարոնայք այդ մարդիկ, որ հիմա ժողովրդավարությունից են բարբաջում, իրանց տերերը ինձ ու բազմաթիվ մարդկանց ամեղտերը կալանավորել են։ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրեաս Ղուկասյանին եւ այլն։ Գնում է 16 թվականի ովքերի մաս։ Այո, կալանավորել էին Եվ մենք դա Եվրոդատարանով այստեղի բոլոր ընթացակարգերը անցան։ Այո, Եվրոդատարանով ապացուցեցինք եւ որ բանը ապօրինի գործողություն է մեր հանդեպ կիրառվել։ Այդ ոնց է մենք այդ գործընթացը պատրաստ ենք անցնել, իրենք ուզում են միանգամից ամեն ինչ, հա, հենց իրանց ուզած դատավորը լինի, այն դեպքում երբ որ այն ժամանակ բոլոր դատավորներն էին վերահսկողության ներքո, այսինքն իրենք ընդունում են, որ այսպիսի հնարավորություն կա, հա, ուրիշ դատավորի միջոցով ավելի թե իրենց դատավորները ունեն, որոնք դեռ մնացել են ծվարած։ Նո, այդ դավադրության պահը, ոչ թե դավադրությունը, այլ պլան է, ոչ մի Ռուսաստանը չի էլ թաքցրել երբեք, Ռուսաստանի այսօրվա իշխանությունները չեն էլ թաքցնում, որ խորհրդային միության տապալումը դա իրենց համար մեծագույն գեոպոլիտիկ, աշխարհաքաղաքական աղետն էր անցած դարի։ Դա Պուտինի խոսքերն են, որից հետո անդադ խոսակցություններ են գնում խորհրդային միության վերականգնման համար, խորհրդային միություն 2 պրոյեկտի մասին, որը բնականաբար չէր լինելու հավասար ազգերի միավորում, ոնց որ սովետական միությունն էր գոնե հռչակվել, այդպես չէր, բայց հռչակվել էր գոնե ինչ որ ինտերնացիոնալիզմ կար շատ թե քիչ, հա, այնպես չէր, որ շատ ճնշում էին ազգային փոքրամասնություններին, հա, այլ լինելու է հիմա հենց կայսրություն ռուսական խորհրդային միության անվան տակ։ Որտեղ որ ռուս ազգը իր շովինիստական վատագույն դրսևորումներով, որ մենք հիմա արդեն տեսնում ենք, գնալով բորբոքում են, հետադիմական այդ դրսևորումներով արդեն գերիշխելու է բոլոր այն մնացած ազգերին։ Ընդհանուր միջև եթե հանգարց մեկն էլ չի ենթարկի ոչնչացնել, ոնց որ այսօր ուկրաինացիներն են ոչնչացնում իրենց հայրենիքում։ Այդ է նպատակը եւ այդ է նպատակը եւ կա գործիքակազմ դա իրականացնելու, դա իրենց գործակալական ցանցերն են։
կագբեական, որ մնացել է, լյուստրացիա չի արվել, որովհետև լյուստրացիայի, գիտեք, լյուստրացիան շատ ծանր խնդիր է, ես չեմ բանանում, չեմ ասում, որ դա հեշտ խնդիր է, նույնիսկ միշտ այդ օրինակ եմ բերում, որ նույնիսկ Սաակաշվիլին, որ ոչ մեկ չի կարող նրան կասկածել ռուսական ինչ-որ սենտիմենտներ ունենալու, ռուսական ագենտուրաների չբացահայտելու վերաբերյալ սենտիմենտներ ունենալու վերաբերյալ, բայց նույնիսկ ինքը դա չարեց եւ ուզում եմ հիշեցնեմ, որ իր հարաբերությունների կտրուկ խզումը Պուտինի հետ, իսկ նույնիսկ հեղափոխությունից հետո նես չի որ Պուտինը իրան շատ բացասական էր վերաբերում, այն ժամանակ այդպես սորոսականները գեսմիչիկ այդպիսի բաներ չկար ռուսական մամուլում Սաակաշվիլի դեմ, ոնց որ մեր հեղափոխությունից հետո իդեպ գործող իշխանությունների հանդեպ այդ սկսեցին տարածել։ Եվ սկսեց կտրուկ փչանալ, գիտեք, երբ որ ուրեմն իրենց անվտանգության մարմինները ղեկավարին Սաակաշվիլին փոխեց իր մարդուն դրեց։ Ընդ որում Պուտինը հատուկ խնդրել էր, որ մի արա այդպես բան, որտեվ հատուկ ծառայությունների ղեկավարների միջոցով է ինքը միշտ կառավարել այդ պետությունները։ Եվ ինչ, Սաակաշվիլին չենթարկվեց, փոխեց եւ սկսեց այդ ժամանակ արդեն այդ թշնամական բանը Վրաստանի հանդեպ, ընդհուպ այդ պատերազմները եւ այլն, ուզում եմ ասեմ Օսետիան գրավելու պատմությունը եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է, իր գործակալական ցանցին ոչ մեկ ձեռք չտա։ Եվ Փաշինյանի հանդեպ նաեւ Պուտինի ատելությունը հենց դրանով է պայմանավորված, որովհետեւ մի փուլ արդեն փորձեց Փաշինյանը Մաքսի ԱՑ-ն, հիշում եք Քարամյանին նշանակեց, եւ Պուտինի հենց պնդմամբ եւ ստիպված, որովհետեւ պատերազմի ժամանակ էր եւ գաղտնի տեղեկությունների կարիք ուներ Հայաստանը, իսկ Ռուսաստանը ասում էր ոչ մի բան չենք տրամադրի, քանի այնտեղ Քարամյանն է, հանեցին։ Նիկոլ Փաշինյանը հանեց Քարամյանին, հետո ուրիշ պաշտոնի տեղավորեց, ինչը ցույց է տալիս, որ իր կամքով չի հանել, հա։ Հիմա նույնը տեղի ունենում այս փուլում եւ այդ գաղտնազերծումները, իդեպ լյուստրացիան ինքը յուրահատկություն ունի, որ նույնիսկ լյուստրացիայի մասին խոսակցությունը, քննարկումը ինքը պատճառ է դառնում շատերի ինքնաբացահայտման։ 11 թվականին, երբ որ Ժառանգություն կուսակցությունը առաջի անգամ Հայաստանի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջ բերեց այդ լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը, որով փափուկ լյուստրացիա էր նախատեսվում, Լյուստրացիայի փափուկը ո՞րն է։ Ասեմ, բուլղարական տարբերակը, կա լյուստրացիա կոշտ տարբերակը, որ բոլոր նախկին ագենտների անունները հրապարակվում են։ Փափուկ լյուստրացիան ասում է ոչ մեկի անունները չի հրապարակվում, քանի դեռ այդ մարդիկ չեն հավակնում պետական պաշտոնների։ Հենց որ հավակնում են, ուրեմն հրապարակվում է։ Ընդ որում, այդ հրապարակելը ինքնին դա նրանց հանցագործ չի դարձնում, որովհետև նրանք ապրել են սովետական միության շրջանում եւ համագործակցել են ԿԳԲ-ի հետ սովետական շրջանում, երբ որ դա օրենքով արգելված չի եղել, այսինքն հակառակական բան չեն արել թվում է թե։ Բայց հասարակությունը արդեն ինքը թող որոշի, ուրեմն, եթե այդ մարդիկ այն ժամանակ ԿԳԲ-ի գործակալ են եղել, հիմա նորանկախ Հայաստանում իրավունք ունեն, լեգիտիմ է իրենց, ոչ թե լեգալ է, այլ լեգիտիմ է թե չէ, լեգալ է, իրենք օրենք չեն խախտել այն ժամանակ, բայց լեգիտիմ է թե չէ, որ մեր այսօրվա որևէ պետական մարմնի ղեկավար կարող է դառնալ ուրեմն նախկին ԿԳԲ գործակալ, որը հավանաբար նաև պահպանում է կապերը, որտեղ այն ժամանակ գործակալներին հողուղակի չէին վերբով կանում։ Դոսիեներ էին վրեքները հավաքում, որ կախված պահեն, հա, կոմպրոմատներ, շանտաժ անելու համար եւ այլն։ Այդ է խնդիրը եւ ժառանգության առաջարկած տարբերակը այդ փափուկ տարբերակն է, չնայած ես օրինակ կողմնակից կլինեի ոչ միայն պետական համակարգում հավակնողները, այլ նաեւ հասարակական կազմակերպություններում, հատկապես ղեկավար մարմիններում հասարակական կազմակերպությունների, մամուլում, հատկապես էլի խմբագրական կազմում եւ այլն, եկեղեցում եւ կրոնական բոլոր կազմակերպություններում, որոնք հոգու հետ, մարդկանց հոգու հետ գործ ունեն եւ անընդունելի է որ դրանց ղեկավարները կամ ղեկավար կազմում լինեն ռուսական նախկին ԿԳԲ-ի գործակալներ, իսկ դրանք բազմաթիվ են եղել դրա մասին գիտենք։ Ուզում եմ ասեմ, լյուստրացիան դա է, բայց հիմա տեսեք, ուրեմն 3 բառացիորեն Խորեն Հովհաննիսյանը, վարդապետ Խորեն Հովհաննիսյանը, ով եղել է Գարեգին առաջինի նաև լուսահոգի Գարեգին առաջինի գավազանակիրը եւ հետո նաեւ դարձել է այս Գարեգին Բ-ի հիմա արդեն կտրիչի գավազանակիրը եւ ինքը շատ հետաքրքիր բացահայտումներ արեց, ես հիմա չեմ շատ կրկնի, թող բացեն նայեն Civic-ով եւ M1-ով երկու տեղով այդ հարցազրույցը տվեց, բայց հատկապես մի դրվագ, որ Անգելա Մերկելը 2005 թվականին հրաժարվել է ընդունել այս մարդուն կտրիչին
չնայած կաթողիկոս է, չէ՞, թվում է, ու ասել է իմ, չգիտեմ, խորհրդականի օգնականը քեզ կընդունի, տարածքը ցույց կտա։ Այսինքն եւ դրա պատճառը եղել է, որտեւ իրենց հատուկ ծառայությունները ունեցել են փաստ, որ ժամանակին դեռ 79 թվականին, դե 75 թվականին, այս մարդը երբ որ սովորել է կտրիչը, սովորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆերգեյում, ոչ թե Գետերում, այլ Ֆերգեյում ասում, այնտեղ իրեն ձեռնաշխտաներով, ոնց որ պատմում է, ուրեմն բանը, խորեն վարդապետը արտաքսել են ԽՍՀՄ որպես KGB-ի գործակալի։ Խորեն վարդապետը առաջի անգամ չի դա ասում։ Դա ասել է միջև այս դեպքերը մի անգամ չի ասել։ Այդ մեկ։ Երկրորդը դրա մասին մենակ ինքը չի ասում։ Եվ երրորդը վերջը Հայաստանի իշխանությունները կարող են մեծ հարցում ուղարկեն, եւ ես ինձ հորդորել եմ, վաղուց եմ հորդորել դեպ։ Այս միջև այս դեպքերը հորդորել եմ մի հատ հարցում ուղարկեք Գերմանիա, թող այն ժամանակվա արխիվներից մեզ վերաբերող բոլոր արխիվները, հատկապես սրբազաններին վերաբերող, ուղարկեն մեծ հասկանանք։ Ես ինձ երբ որ ասում եմ իլյուստրացիա լավ չեք անում, հասկանում եմ, ինչ վտանգավոր է, չեք ուզում թշնամանակ Պուտինի հետ պարզբուն իմաստով, բայց գոնե ձեր համար իլյուստրացիա արեք, մի հատ ցանկեր կազմեք, աշխատանք արեք, հարցումներ ուղարկեք, ասում եք արխիվները տարել են, բայց լիքը տեղեր մնացել է, արևելաեվրոպական բոլոր երկրներում մնացել է, Շտազիինը, Գերմանիայի, Սեկուրիտատայինը, Ռումինիայի, այդ բոլոր արխիվները հո իրենք տիրապետում են, իրանք իրենց մոտ դրանց հիման վրա իլյուստրացիա արեցին, բայց ընդ նաև մեր գործակալների, KGB-շնիկների մասին ինֆորմացիա կա բազմաթիվ։ Հարցում արեք, մեզ վերաբերողներ ստացեք, ունեցեք, որ հետո այդ մարդկանց կանչեք, ասենք, լսեք, չենք ուզում ձեզ խայտարակ անել, հրապարակել, որ ստացել ենք, որ դուք KGB-շնիկ եք, փասափուսեկները հավաքեք, գնացեք, մեր երկրին այդպիսի եկեղեցականներ, այդպիսի ղեկավարներ պետք չեն։